Շնորհակալություն, Էդգար Խաչատրյան, Խաղաղության կոստյում հասարակական կազմակերպություն, մի խումբ հարցեր, բայց շատ կարճ կշարադրեմ, հասկանում եմ Եվրոպական դատարանի վճիռը շատ կարևոր վճիռ է, բայց իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ ըստ էության տուժողները սպառելով բոլոր ներպետական ատյանները գնացել են Եվրոպական դատարան եւ Եվրոպական դատարանը իրականում ներպետական ատյան չի, դատական ատյան չի, այս տրամաբանությունով ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ներպետական, ուրեմն ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հիմա հարցս, եթե ձևակերպեմ, այս պահին վարույթ կա մարտի 1-ի հետ կապված, իրական բանի ընթացքում գտնվող վարույթ կա մարտի 1-ի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում, եթե չկա, ի՞նչն է խոչընդոտել մինչև այս Եվրոպական դատարանի վճիռը, որպեսզի այդ վարույթներն իրականացվեն կամ ուրեմն վճիռներ կայացվեն, եւ եթե ինչ-որ բան խոչընդոտել, այդ խոչընդոտը հիմա վերացվել է, թե չի վերացվել, եւ վերջին հարցը, որ մարմինն է համակարգում այդ ճանապարհային ու այդ գործողությունների պլանի մշակումը եւ Եվրոպական դատարանի վճիռների իրագործման վերաբերյալ, որ մարմինն է համակարգում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ մենք ունենք անջատված մաս, որը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, այսինքն ունենք քրեական վարույթ, որով այս բանին եւս նախաքննություն է կատարվում եւ կատարվում են բազմատեսակ ապացուցողական վարութային գործողություններ եւ նաեւ զեկույցում նշեցի այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են 2018 թվականից հետո եւ որոնցով ըստ էության էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ են բարձվել։ Քննչական խումբը ղեկավարում է հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ստորաբաժանումներից մեկի վարչության պետը, խմբում ընդգրկված են նաեւ քննչական կոմիտեի քննիչները եւ ինչպես Եվրոպական դատարանի արձանագրված խախտումների եւ հանգամանքների, այնպես էլ բազմատեսակ այլ հանգամանքների ուղղությամբ այս բանին ակտիվ ապացուցողական գործողություններ են կատարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Բաբич։ Շնորհակալություն։ Պարոն Նահապետյան,